Դե ինչ, ինչպես հաղորդման սկզբում մենք խոստացել էինք, այժմ բացահայտելու են Dream Park-ի խոհանոցը եւ ոչ միայն, եւ գլխավոր շեֆ խոհարար Ռուբեն Եղիազյանի միջոցով մենք կհասկանանք ինչ նոր համադամ ուտեստներ մենք այսօր կարող ենք տեսնել այստեղ։ Ողջույն Ռուբեն։ Ողջույն ձեզ։ Ողջույն Ռուբեն։ Կրկին մեզ բարի գալուստ Dream Park, ձեզ էլ բարի գալուստ մեր ժամանակավոր տաղավար։ Շնորհակալություն։ Մենք ուրախ ենք ձեզ տեսնել, դուք ուրախ եք մեզ տեսնել։ Իհարկե, միշտ սպասում ենք ձեզ ու մեր սիրելի հեռուստադիտողին միշտ պատրաստ ենք ցույց տալ այն ինչը մեր մոտ կատարվում է։ Ռուբեն, մենք մի քանի ամիս առաջ էինք եկել եւ դուք պատմեցիք հատկապես այդ շրջանի, ամենատարածված ուտեստների մասին։ Հիմա արդեն ընթരാճ արդեն ամառը եւ այս նկատում ենք որ այսօր արդեն այստեղ շատ մարդիկ կան։ Կասեք սնունդի տեսանկյունից հատկապես այս շրջանում ինչ են նախընտրում ձեր հյուրերը։ Մեր հյուրերը իհարկե պատրաստ են մեր մենյուից ճաշացանկից բոլոր ուտեստները փորձել։ Հիմնականում բոլոր ուտեստները շատ հավանում են, հավանության են արժանում, բայց կարող եմ նշել ներկա պահին, քանի որ փոշոտում է մեզ մոտ Ստեփանավանի դենդրոպարկի տարածքում, Dream Park-ում մեծ սենց ասած Մարդկանց հոսքը շատ է։ Մարդկանց հոսքը շատ է եւ բոլորը գալիս են դենդրոպարկ փոշոտումը վայելելու։ Dream Park-ում կարող են փորձել նոր ուտեստ, որը որ մենք պատրաստում ենք սիրով իհարկե, եւ նոր ուտեստը ինքը վիտամիններով շատ հարուստ, շատ էսթետիկ տեսքը հարուստ ուտեստ է, կցանկանամ ցուցադրել եւ բոլորը փորձեն մեզ մոտ վիտամիններով A, B, C, D վիտամիններով հարուստ ուտեստ է, որը որ ինձ թվում է կհավանեք դուք եւ նրանք։ Իհարկե չենք խնդրում, որպեսզի ամբողջ բաղադրությունը ներկայացնենք, բայց գոնե մոտավոր կասեք նոր ուտեստի բաղադրիչներից գոնե հայտնի բաղադրիչ։ Իհարկե այսօր հենց դա է պատրաստելու Ռուբենը, կարծում եմ նաեւ կպատնի պատրաստելուց։ Այսօր իհարկե կպատրաստենք դա մեր հեռուստադիտողի համար եւ հիմնական բաղադրիչները հորթի փափկամիս, շամպինյոն սունկ, մնացածը տեղում կբա։ Եվ բանջարեղեն գուցե։ Եվ իհարկե բանջարեղեն, որը որ շատ անհրաժեշտ է մեզ։ Ռուբեն, իհարկե գաղտնիք չէ, որ Լոռու մարզը բուսականությամբ ամենահարուստ կանաչ մարզերից է Հայաստանի։ Ուտելի բուսականության մասին կուզենամ մի փոքր խոսենք, հատկապես որ բույսերն են այստեղ առատորեն աճում եւ որոնք են հենց Dream Park-ի ճաշացանկում ընդգրկված։ Եվ ինչ տեսքով։ Իհարկե քաջածանոթ եք Լոռու մարզի կանաչ գոտուն, սենց ասեմ, որը որ ինքը ունի մոտ 150 տեսակի կանաչ ուտելի բույսեր։ Դրանցից մեր մոտ շատ արտահայտիչ կարող եք նկատել օրինակ մանդակ, սիբեղ, փափկատերև, եղինջ, փիփերթ, եղինջով փիփերթով ապուր ունենք շատ հիասքանչ է, կարող եք փորձել։ Ու նմանատիպ շատ կան, իհարկե, ճաշացանկում ներառվածներն են շատ, ու մեր ճաշացանկում շատ ուրույն տեղ է գտել փոքր գրվածք, որը որ դբա լավը, այսինքն որը որ մեր տեղականն է, հենց ճաշացանկում տենց ենք իրան արտահայտել։ Ռուբեն, հատկապես օտարերկրյա հյուրերը այդ կանաչեղենով հարուստ ճաշատեսակները ոնց են ընդունում։ Չեն զարմանում, ինչպես կարելի է ուտել խոտը գուցե մտածեն իրենք։ Հնարավոր է կա տենց կարծրատիպ մարդկանց տեսակ, ովքեր որ տենց են մտածում, բայց փորձելուց հետո վստահ եմ եւ իրենց մոտ եւ մեր մոտ տպավորություն ունենցա, որ կրկին վերադառնան, կրկին գան փորձեն։ Հյուրեր ունենք, որ դեռ ուզում են տուն գնան, բայց մտածում են, պլանավորում են մի շաբաթ նորից վերադառնան Dream Park։ Հենց այդ կանաչ բույսերը, հենց մեր կոլորիտը փորձելու վայելելու համար։ Ռուբեն, հետաքրքիր է, քանի որ նշեցիք, որ կա հատուկ տեղանքին բնորոշ ուտեստների ցանկ, առաջարկ մենյուում, արդյոք կան ոչ հայկական ուտեստների ցանկ, քանի որ հնարավոր է դրսից եկած հյուրերի համար այստեղի համերը այդքան էլ սովոր չեն եւ նրանք հենց դրսի ուտելիքներին են սովոր։ Այո, դուք ճիշտ եք, ունենք մեր ճաշացանկում տեղ է գտել նաեւ իտալական խոհանոցը, շատ սենց ասած ակտուալ է իտալական պաստաները, հենց որոնք որ Իտալիայից են գալիս, մեր գործընկերները ներմուծում են, մենք օգտվում ենք իրանց հետ, շփվում ենք,
ունենք եվրոպական խոհանոց, ինձ թվում է մեր ցանկացած հյուրի համար Dream Park-ը շատ լավ հարմար տեղ է, որտեղ որ իրանք կարող են գտնել այն ինչ որ իրենք կուզեն եւ փորձեն այն ինչը որ մեր հայկականն է եւ նաեւ մեր Լորվա մարզինն է։ Ռուբեն, նաև կուզենք խոսել Dream Park-ի մասշտաբային հնարավորությունների հետ կապված։ Մենք շրջեցինք, նախորդ անգամ էլ տեսանք, որ կան փոքր տարածքներ, որտեղ ընտանիքներ են, ընկերական հավաքույթների են գուցե գալիս եւ ունեք մեծ սրահներ, որտեղ հանդիսություններ կարող են անցկացնել։ Մինչեւ քանի մարդ կարող է Dream Park-ը ընդունել, հատկապես այս շրջանում, երբ պահանջարկը շատ է, կարծես թե բոլոր տնակներում ընտանիքներ եւ հյուրեր ունեք։ Շատ լավ հարց եք տալիս, ուրեմն ներկայացնեմ ձեզ Dream Park-ի հնարավորություններից գիշերակացի համար մոտավոր մինչև 60 անձի համար մենք պատրաստ ենք հյուրընկալել հյուրերին նախաճաշով, իսկ մեր ընդհանուր առօրյայի մեջ հյուրերի սպասարկման թիվը մոտավոր մինչև 400-ից 500 անձի համար օրվա մեջ հերթափոխային, իսկ կորպորատիվի հետ կապված, կորպորատիվի համար ունենք 12 հոգանոց Հատուկ փաթեթներ, հա։ Այո, եւ մինչեւ 40-50 անձի, մինչեւ 90-100 անձի համար մեծ սրահներ։ Մեծաքանակի դեպքում հատուկ փաթեթներ են, զեղչեր են, կուզենք այս մասին Իհարկե, մենք ինչպես հասկացել եք, մեր հեռուստադիտողները ինչպես հասկացել է, մենք ժամանակի հետ առաջ ենք շարժվում ու ճկուն ենք բոլորի հետ։ Ճկուն ենք այս ոլորտում եւ կորպորատիվ փաթեթները, այդ կուլտուրան ունենք, փաթեթներ կարող եք գրել հենց Dream Park-ի էջին, երբ որ ցանկանաք մոտենալ, նախապես ամրագրել, անձաքանակ ասել եւ ծանոթանալ, մենք կներկայացնենք ձեզ Dream Park-ի փաթեթները, կորպորատիվների փաթեթներ, մանկական փաթեթներ, տարբեր է մեր մոտ։ Որքան ժամանակ շուտ, այսինքն 1 օր առաջ կարող են, թե 10 օր առաջ ելնել։ 2 օր առաջ, եթե հնարավոր է, 2 օր առաջ էլ, 1 օր առաջ էլ մենք պատրաստ ենք 3 օրվա համար։ Նախապես ամրագրումները շատ են այս շրջանում, կխնդրեմ մեր հեռուստադիտողին, եթե պլանավորում են մեզ մոտ, ինչքան հնարավոր է շուտ կապնվել մեզ հետ, կապ հաստատել եւ ամրագրել։ Հատկապես եթե հարսանիք է, կնունք է, որպեսզի ժամանակ ունենան նաեւ ներկայացուցիչներն ու աշխատակիցները, այո։ Ռուբեն, մի այսպիսի հարց կհիշեք ամենակմահաճ հյուրին, որ չի հավանել ոչ մի ուտեստ, ինչ որ պահանջներ է ներկայացրել, այսպես շատ դժվար, նյարդայնացնող ինչ որտեղ եւ ինչպես է գոհացրել ի վերջո։ Տենց ճիշտն ասեմ, տենց հյուրի չեմ հիշում, կան ուտեստներ, որոնց պարագայում ինչ որ խնդիր է առաջացել համային, թե տեսքի հետ կապված, ասենք, հա, կհիշեմ, իհարկե, սենց համ ասեցի, համ հիշեցի, մենք հնարավոր է որ մեր հյուրը նաև հեռուստատեսության մեզ դիտի, հայ է, մենք իրան շատ լավ ճանաչում ենք, հետագայում կրկին փորձել է մեր մոտ գալ, հավանել է իհարկե, բայց տենց ունեցել ենք դեպքեր, որ կեսարի մեջ պարզվել էր, որ գանգուր 1000-ը շատ էր։ Իհարկե մենք նկատառումը գրի ենք արել, դրա վրա աշխատել ենք, բայց հնարավոր չէր ոչ մի բան անել, քանի որ գանգուր 1000-ը կեսարի հիմնական ինգրեդիենտն է, բաղադրիչն է եւ շնորհակալություն իրեն, որ մեզ նման կարծիք է ակարգ։ Խոհանոցի հետ կապ ուներ, թե պարզապես որպես այցելու։ Չէ։ Ռուբեն, իսկ հետաքրքիր է հետադարձ կապի առումով արդյոք բաց եք, ունեք հետադարձ կապ, որպեսզի թեկուզ վատ, լավ նամակները հաշվի առնեք, որովհետև իհարկե ամեն մարդու, հա, ճաշակը կարծիքը իրենն է, բայց որքանով եք հաշվի նստում հյուրերի կարծիքների, նկատողությունների հետ։ Մաքսիմալ շատ վերահսկվում է նման կարծիքները, մենք ամեն շաբաթ անդրադառնում ենք ցանկացած խնդրին, ցանկացած արտահայտություններ, ովքեր որ թողնում են թեկուզ մեր Facebook-յան, Instagram-յան էջին, ցանկացած տեղ, որտեղ որ մենք լսում ենք թե լավը, թե վատը, մենք անդրադառնում ենք դրան եւ հետադարձ կապը անպայման պահում ենք, մաքսիմալ հնարավորինս շատ արագ արձագանքելով եւ խնդիրը լուծելով։ Հենց դա առաջի, սենց ասած, առաջին բաղադրիչն է, որի շնորհիվ ցանկացած ռեստորան կարող է առաջ շարժվել։ Դա մեզ մղում է առաջ։
մեր հյուրերի հետ ջերմ շփումը եւ կարծիքներ հաշվի առնելը։ Ռուբեն, եւ վերջում իհարկե այն ինչ կպատրաստեք, հնդածս կպատմեք, թե ինչ բաղադրիչներ են հարկավոր եւ ինչպես, բայց այս պահին արագ, հենց այս պահին նայող մեր տնային տնտեսուհիների համար կարող եք այսպես բլից մի արագ բաղադրատոմս ասել, որ եթե հիմա տանը քաղցած նստած են, վեր կենան, դա պատրաստեն եւ հագեցնեն իրենց քաղցը։ Գարնանային թեկուզ բաղադրիչները։ Գարնանային բաղադրիչներով կցանկանամ մեր հեռուստադիտողը պատրաստի դդմիկով կոտլետներ, ինքը կարող է համ նախաճաշային լինել, համ օրվա մեջ էլ շատ հաճելի է, փորձեն ինքը թթվասերով, ինչպես կցանկանան, պանակ սոցով, այո, լավաշով, մածունային, մի հարց բայց առաջացավ, եթե թույլ կտաս, հետաքրքիր, քանի որ արդեն նշեցինք, որ այստեղ բնությունը հարուստ է հատկապես տարբեր տեսակներով, բայց հետաքրքիր է մսամթերքը եւ սննդի այլ տեսակները դուք որտեղից եք ձեռք բերում, որակի հետ կապված խնդիրները լուծված են ամբողջությամբ թե ոչ։ Իհարկե, սննդի անվտանգության բոլոր նորմերը մենք պաշտպանում ենք, իսկ հատկապես մսամթերքը, որը կարող է խնդրահարույց լինել այսքան մեծ քանակության օգտագործման դեպքում։ Իհարկե, այդ ամեն ինչը մենք վերահսկում ենք, ես անձամբ, մեր տնօրինությունը անձամբ վերահսկում ենք մեր բոլոր հյուրերը, վստահ եմ մսամթերքի հետ կապված միշտ օձիվներում էլ մեզ հանդիպում որ շատ լավն էր, գոհունակությունը հայտնում են, մենք էլ վերահսկում ենք ու միշտ աշխատում ենք մեր հյուրերին տալ այն սնունդը, ինչը որ իրանք պարտադիր պետք է փորձեն ու վերջում ասեն շնորհակալություն։ Մենք այս շնորհակալության կարիքն ունենք։ Բոլորը։ Իսկ իսկ որպես Dream Park-ի շեֆ-վարար ունեք այնպիսի ուտեստ, որը հենց դուք եք սիրում այստեղ ձեր պատրաստած ուտեստներից։ Լավ հարց եք տալիս, բայց կան շատ տեսակներ, որոնք որ մենք պատրաստում ենք ու ես անձամբ շատ եմ սիրում։ Ունենք լորվա ուտեստների ցանկ, որ ինձ համար շատ հոգեհարազատ են դարձել ու ինձ թվում է մեր հեռուստադիտողները եթե կգա մի անգամ մեր մոտ կհավանի, ես շատ ուրախ կլինեմ դրանով։ Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ամուսնացած տղամարդ սիրում է իր կնոջ պատրաստած ուտեստները։ Ճիշտ եք կարծում։ Այո, շնորհակալություն համեղ եւ հետաքրքիր զրույցի համար։ Վստահ եմ արդեն շտապում է Ռուբենը խոհանոց, որպեսզի ձեզ համար օրվա բաղադրատոմսը պատրաստի եւ դուք նույնպես պատրաստեք, գուցե հավանեք, գուցե ոչ, հետո անպայման կգրեք կարող են գալ այստեղ եւ այլել հենց Ռուբենի պատրաստածը։ Մնացեք մեզ հետ։